Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր վերլուծական թողարկման ընթացքում մենք ականատես կլինենք այնպիսի սարսափելի և ճակատագրական իրադարձությունների, որոնք վերջնականապես կփոխեն մեր բոլոր հերոսների կյանքի ընթացքը։ Այսօր մենք կքննարկենք ոչ միայն վրեժի ու ատելության նոր դրսևորումները, այլև իսկական ողբերգություն, որը ոչ մեկիս անտարբեր չի թողնի։ Ամեն ինչ սկսվում է բավականին ծանր ընտանեկան խնդիրներից։ Ինչպես արդեն գիտենք, Նարեի և Սարիկի ծնողները հատուկ ժամանել են Հայաստան Դավիթի հետ վերջապես ծանոթանալու նպատակով։ Սակայն հանգամանքների այնպիսի դասավորություն է ստացվել, որ նրանք այդպես էլ դեռ չեն տեսել Դավիթին։ Նարեի ծնողներն ահավոր հիասթափված են և վրդովված այն փաստից, որ իրենց ապագա փեսան այդպես էլ բարեհաճություն չի ունեցել գալ և ներկայանալ իրենց։ Նարեն ու Սարիկը հայտնվել են երկու կրակի արանքում։ Նրանք անդադար փորձում են արդարացնել և պաշտպանել Դավիթին, սակայն իրավիճակը կտրուկ վատթարանում է։ Ծնողները պատահաբար իմանում են այն սարսափելի գաղտնիքը, որ Նարեն իր անունով ահռելի մեծ վարկ է վերցրել և այդ ողջ գումարը տվել է Դավիթին բիզնես սկսելու համար։ Այս լուրը լսելով Նարեի ծնողները կայացնում են վերջնական ու կոշտ որոշում։ Նրանք պատրաստվում են անել հնարավոր և անհնարին ամեն բան, որպեսզի Նարեն ու Դավիթը ընդմիշտ բաժանվեն։ Իսկ մինչ Դավիթի անձնական կյանքը փլուզվում է, նա և Լեոն դաժան ծեծի ենթարկված արյունլվա վիճակում վերադառնում են տուն։ Մանանը տեսնելով եղբայրներին այս խղճալի հոգեվիճակում, պարզապես տեղն ու տեղը քարանում է, նա իրեն անասելի մեղավոր է զգում տեղի ունեցածի համար։ Առավել ևս, երբ հասկանում է, որ Գրիշոն և նրա ընկերները ոչ միայն ծեծել են իր եղբայրներին, այլև ամբողջությամբ ջարդուփշուր են արել Նարեի վարկով գնված կահույքն ու դեռ չբացված բիզնեսը։ Չկարողանալով տանել այս ծանր բեռը, Մանանը հանում է իր բոլոր ոսկյա զարդերն ու տալիս Դավիթին, խնդրելով, որ վաճառի դրանք և գոնե մի փոքր մասով փակի այդ կործանարար պարտքը։ Իսկ ինչ է անում Գրիշոն այս ընթացքում։ Նա բացարձակապես խղճի խայտ չի զգում։ Գրիշոն ոչ միայն իրեն վատ չի զգում մարդկանց եղբայրների վրա ուղարկելու համար, այլև հպարտանում է, որ կարողացել է նրանց կտրել եկամտի աղբյուրից։ Դավիթին ու Լեոյին ոչնչացնելուց հետո նա նույնիսկ համարձակվում է զանգահարել Մանանին հարցեր պարզելու, սակայն Մանանը սառնասրտորեն պատասխանում է, որ պարզապես զզվում է նրանից, երբեք չի ներելու նրա այս ստորարարքը և անջատում է հեռախոսը, Գրիշոյին թողնելով կատաղության մեջ։ Զուգահեռաբար թշնամիների ճամբարում ձևավորվում է նոր վտանգավոր դաշինք։ Ավոն հանդիպում է Արամի և նրա հորեղբոր Արտյոմի հետ։ Ավոն մեծ հույսեր է կապում Արտյոմի հետ, մտածելով, որ նա կդառնա իր գլխավոր զենքը Հունանի դեմ։ Նա ամեն կերպ սիրաշահում է Արտյոմին և անում մի ճակատագրական խոստովանություն։ Ավոն պատմում է, որ Հունանն է սպանել իր եղբորը Ռաֆին և որ հիմա ինքը վերջնականապես լցված է արյունալի վրեժով։ Սա նշանակում է, որ Հունանի դեմ օղակը գնալով սեղմվում է։ Բայց սերիալի ամենասարսափելի ողբերգությունը դեռ առջևում է։ Հաջորդ օրը Մանանը, ով հոգեբանորեն ամբողջովին հյուծված է այս անվերջանալի սթրեսներից, գնում է համալսարան։ Նա հանդիպում է իր ընկերուհուն և դառը արցունքները խեղդելով հայտնում իր սարսափելի որոշման մասին։ Մանանն ասում է, որ այլևս ելք չունի և ցանկանում է ազատվել իր դեռ չծնված երեխայից։ Ընկերուհին հայտնվում է կատարյալ շոկի մեջ, աղաչում և պաղատում է չանել նման բան, բայց Մանանը կտրուկ հայտարարում է, որ դա իր վերջնական խոսքն է, թողնում հեռանում է և ուղիղ գնում կլինիկա։ Հասկանալով պահի ողջ լրջությունն ու անդառնալիությունը, Մանանի ընկերուհին անմիջապես զանգահարում է Գրիշոյին և հայտնում Մանանի մտադրության մասին։ Լսելով այս սարսափելի լուրը, Գրիշոն կորցնում է իրականության զգացումը։ Նա ինքնամոռաց, կյանքի ու մահվան եզրով շտապում է դեպի հիվանդանոց իր երեխայի կյանքը փրկելու համար։ Մանանն արդեն գինեկոլոգիական բաժանմունքում է, երբ Գրիշոն ճանապարհից զանգահարում է նրան։ Խուճապահար Գրիշոն աղաչում է կնոջը կանգ առնել։
Ասում է, որ րոպեներ անց ինքը կհասնի, բայց Մանանը ցավով պատասխանում է, որ այս երեխան միևնույն է դժբախտ է լինելու իրենց պատճառով։ Եվ հենց այս խոսակցության ընթացքում տեղի է ունենում անուղղելին։ Գրիշոն, չկարողանալով կառավարել գերարագ սլացող մեքենան, սարսափելի ավտովթարի է ենթարկվում։ Մանանը հեռախոսով լսում է բախման սարսափելի ձայնն ու մահացու լռությունը։ Այդ ձայներից թափվելով նա արցունքն աչքերին վազելով դուրս է գալիս բաժանմունքից, հրաժարվելով իր սկզբնական որոշումից։ Ընդամենը քիչ անց Գրիշոին արդեն անգիտակից եւ մահամերձ վիճակում տեղափոխում են հիվանդանոց։ Երբ Հունանը հասնում է հիվանդանոց եւ տեսնում որդուն մահվան ճիրաններում, նրա աշխարհը փուլ է գալիս։ Կուրացած վշտից ու զայրույթից նա ամբողջ մեղքը բարդում է Մանանի վրա եւ անկեղծորեն հարձակվում նրա վրա հենց հիվանդանոցի միջանցքում։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք Գրիշոն կկարողանա հրաշքով ողջ մնալ այս սարսափելի ավտովթարից հետո, եւ արդյոք Մանանն ու նրա երեխան ապահով կլինեն կատաղած Հունանի վրեժխնդրությունից։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով եւ կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մեզ համար շատ կարեւոր է իմանալ ձեր տեսակետը եւ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին հաջորդ շոկային զարգացումները բաց չթողնելու համար։ Շնորհակալություն դիտելու համար։